Սեյդա ջան, հարմար է խոսել հիմա։ Զուգահեռ զանգեր գալիս Հա, զգացի։ Հիմա մենք ուղիղ եթերում ենք, խնդրենք նաև որպես մամուլի պատասխանատու ձեզանից էլ մի երկու հարցի պատասխան ստանալ, թե նախ ինչ կարող եք ասել, ինչպես կմեկնաբանեք այս իրավիճակը, որովհետև Գյումրու ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը մեր հարցերին չի պատասխանում, տարածքում էլ չէ, այլ աշխատավայրում է գտնվում եւ կեսից անջատեց, նաև հորդորելով ձեզ դիմել։ Հիմա կարող եք ասել, այստեղ ինչու չեն տրամադրում ավականու ցուցակում ընդգրկված հաջորդ անդամի մանդատը, ինչու չի կազմում արձանագրությունը ընտրատարածքային հանձնաժողովը։ Տրամադրում ձեր հարցը, այսինքն նա ինչի հաջորդ տեխնացուին չեն տրամադրում մանդատ, որովհետև այս պահին չկա արձանագրություն այն, որ ավականու համապատասխան անդամը հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Երբ որ քաղաքապետից ստացել են գրություն այն, որ համապատասխան անդամը ցանկացել է մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը օրենքով նախատեսված կարգով որոշել է, որ պետք է մի քանի աշխատանքային օրվա ընթացքում այդ օրակարգով նիստ հրավիրեր եւ հիշեցնեմ, որ այդ օրերին նաեւ ոչ աշխատանքային օրեր էին, ապրիլի 24-ին էր, եթե ճիշտ եմ հիշում, որ այդ գրությունը ստացել էին եւ դրանից 2 օր անց իրենք պետք է այդ օրակարգով նիստ հրավիրեին։ Սակայն այդ օրակարգով նիստին հրավիրելուն զուգահեռ իրենք ստանում են քաղաքապետից գրություն այն, որ համապատասխան անդամը մանդատից հրաժարվելու դիմում այլևս չի ներկայացրել, այսինքն ցանկանում է հետ վերցնել իր դիմումը։ Դա է խնդիրը, որ իրենք չեն կազմել արձանագրություն այն, որ այդ անդամի լիազորությունները դադարել են։ Քանի որ դա կարող են իրականացնել 7 աշխատանքային օրվա ընթացքում։ Տեսեք, մեզ հետ իրենք դիմել են, կարող եմ ավարտել պատմությունը։ Իրենք դիմել են Գյումրու քաղաքապետարանին, խնդրելով հստակեցնել, թե որ գրությունն են հիմք ընդունելու, այսինքն ավականու համապատասխան անդամը իսկապես մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, դա են հիմք ընդունում, թե հիմք են ընդունում այն հաջորդ դիմումը, որի համաձայն վերջինս այլևս չի ցանկանում մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնել։ Դա է պատճառը, որ այս պահին տվյալ անդամի լիազորությունները որպես ավականու անդամ դադարեցված չեն, քանի որ Գյումրու քաղաքապետարանից քաղաքապետի գրությամբ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի ստացել գրություն, որ վերջինիս լիազորությունները դադարել են։ Բայց ստացել է կարծես, հենց հիմա գրությունը այստեղ է մեզ մոտ է, այսինքն մեզ ցույց տվեցին գրությունը։ Կես ժամ առաջ են եկել, ուղարկել գրությունը, ուղղակի մուտք չեն արել։ Բացի այդ, մեծ է դրություն։ Ես խոսում եմ այն իրավիճակի վերաբերյալ, որ այդ գրությունը դուք իմացնեք ինչի ցուցակի հաջորդ համարին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի տրամադրել մանդատը։ Ես ասում եմ այս իրավիճակը, որ եղել է այս օրերի ընթացքում, թե րոպեների ընթացքում ինչ գրություն ա եղել, այդ պահին ես տեղյակ չեմ, որովհետև գիտեք, լրագրողների ցուցակ խոսում եմ։ Շատ լավ, մի բան էլ հասկանաք, Սեյդա ջան, ինձ է դրություն փաստաբան Սոս Հակոբյան ասաց, որ որևէ նոր, եթե ես ճիշտ եմ ցիտում, հիմա ինքը այստեղ է իհարկե կլրացնի, որ որևէ նորմատիվ իրավական ակտ չկա ոչ ընտրական օրենսգրքում, ոչ թիմ օրենքում, որով կարող է ավականու անդամը, որը հրաժարվում է իր մանդատից, դրանից մի քանի օր անց փոշմանել, նորից հետ վերցնել դիմում, այսինքն ասել, չէ, ես նորից պահպանում եմ մանդատը։ Այդպիսի որևէ իրավական ընթացակարգ չկա։ Եթե կա, խնդրում եմ դուք դա հուշեք մեզ, եթե չկա, ես իրական ձեռնպահ կմնամ իրավական ինչ-որ դրույթներ շատ մանրամասն մեկնաբանելուց, ես ասացի այն իրավիճակը, որ եղել է ու ինչի այս պահին լիազորությունները դադարած չեն ավականու համապատասխան անդամին։ Մի բան էլ, հիմա եթե մուտք արվի, ես իհարկե ոնց հասկացավ քաղաքապետի գրությամբ մեկ անգամ արդեն լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն կազմվել է, ուղարկվել է ԿԸՀ, ճիշտ հասկացա։ Ոչ թե ԿԸՀ, այլ ընտրատարածքային։ Ներողություն, ընտրատարածքային, այո։ Հիմա երկրորդ դրա հիման վրա պետք է այդ օրակարգով նիստը գումարվեր։ Շատ լավ, գումարվել է, հետո փոշմանել հետ է վերցրել։ Չէ, նիստը չի գումարվել։ Իրենք որոշել էին, որ այդ օրակարգով նիստ պետք է գումարեին։ Բայց այս պահին հստակ չեմ կարող ասել օրակարգը կազմվել է մեր կայքում հայտնվել է, թե չէ, որովհետև ես գիտեմ, որ պետք է այդ օրակարգով նիստ իսկ ավականու անդամը բայց չեն գումարել, որովհետև ստացել են զուգահեռ գրություն 2 օր անց, որ
ավականո համապատասխան անդամը ցանկացել է հետ վերցնել իր դիմումը։ Նախ դա ենք ուզում հասկանալ, իհարկե դուք ասացիք երևի ձեր իրավաբանական բաժնից ճշտենք, դուք իր լիազորություն իրավունք ունի թե ոչ, երկրորդը հիմա եթե գրությունը արդեն եկել է համայնքապետարանից, այս գրությունը կարող են հիմք ընդունել ընտրատարածքային հանձնաժողովում եւ նրա լիազորությունները դադարեցված համարեն եւ մանդատը տրամադրեն հաջորդ անդամին։ Եթե միայն լիներ այդ գրությունը, այնպես ինչպես ազգային ժողովի դեպքում է, երբ մենք ստանում ենք օրինակ այդ դեպքում մենք ենք ստանում, երբ ստանում ենք ազգային ժողովի նախագահի արձանագրությունը առ այն որ համապատասխան պատգամավորը վայր է դրել իր մանդատը, այո, մենք փոխանցում ենք հաջորդ անդամին։ Բայց այնտեղ էլ գիտեք, որ էլի 7 աշխատանքային օրվա սկզբունքը կա, որ նշված է, որ պատգամավորը կարող է 7-րդ օրը հետ վերցնել։ Այո, իր դիմումը հետ վերցնել։ Այդպես կլիներ, եթե հաջորդ դիմումը չլիներ։ Իսկ այստեղ չկա այդպիսի հնարավորություն։ Դիմումը եւ ես չեմ ուզում մտնել արդեն այն իրավական դաշտը, թե արդյոք կարող է ավականու անդամը նորից դիմում ներկայացնել, թե չէ, ես ասացի ուղղակի այն իրողությունը, որ մենք ունենք ու ինչի չի փոխանցվել հաջորդ անդամին։ Հիմա մի բան էլ հստակեցնեմ։ Ի վերջո մենք այս պահի դրությամբ ունենք հետեւյալ իրավիճակը, որ այստեղ ավականու անդամները մեր քաղաքը դաշինքից մեզ ցույց են տալիս քաղաքապետարանի գրությունը, արձանագրությունը, որը ըստ այստեղի աշխատակցիվ դեռ մուտք չի արվել։ Հիմա եթե սա փոխանցում են ավականու անդամները այստեղ համապատասխան գործավարին աշխատակցություն, ընտրատարածքային հանձնաժողովը իրավունք ունի եւ պարտավոր է արդյոք հենց ամիջապես գործի անցնել եւ դադարեցված համարել Կարեն Բադալյան անունով ավականու անդամի լիազորությունները եւ մանդատը փոխանցել այդպես հասկացա, որ ավականու անդամներ են այդ գրությունը տարել։ Դե այս պայն ավականու անդամի ձեռքին է խմբակցության ղեկավարը։ Այս խոսակցության ամենասկզբից ես ասում եմ, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է Գյումրու քաղաքապետի արձանագրությունը եւ պետք է ստանա Գյումրու քաղաքապետի արձանագրությունը։ Որևէ ավականու անդամ այն սուբյեկտը չէ, որ իրավասու է այդ գրությունը տանել եւ ասել հիմք ընդունեք։ Ոնց պետք է ստանա փոստով։ Կարող է եւ փոստով լինել եւ այլն, բայց պետք է լինի Գյումրու քաղաքապետարանից, Գյումրու քաղաքապետից եւ ոչ թե որևէ ավականու անդամից։ Այդ նույն օրենը, որ ավելի པարզ լինի, ոնց որ եթե ազգային ժողովի օրինակով ասեմ, որևէ պատգամավոր այդ գրությունը վերցնի, բերի կենտրոնական ընտրական հանձնաժողով, ասի ես դուք քննարկում ենք անում։ Հա, բայց դա եղանակն է կարևոր։ Հիմա խմբակցության ղեկավարը բերել է այդ գրությունը։ Հիմա ասում եք եղանակը Այո, պետք է լինի Գյումրու քաղաքապետի արձանագրությունը ուղարկված Գյումրու քաղաքապետարանից, որևէ այլ սուբյեկտ իրավասու չէ նման գրություն։ Քաղաքապետարանից այստեղ է, ուղարկվել է, քաղաքապետարանից այստեղ է։ Դե դա ուղարկվի, մուտք արվի, այդ ժամանակ արդեն խոսենք։ Հիմա այստեղ է, մենք կարող ենք տալ մուտք անեն։ Հենց հիմա արձանագրությունը այստեղ է, տարածքային հանձնաժողովում է։ Գյումրու քաղաքապետի անուն։ Այո, քաղաքապետի անուն։ Այո, քաղաքապետանից ուղարկված։ Իմ ձեռքին է լայվը կտակ, եթե մեր լայվին հետևում եք, կարող եմ այսպես ցույց տալ, այստեղ, որ ճիշտ ասած ես զուգահեռ քննարկման ամեն դեպքում մենք ցույց տանք, դուք հետո կարող եք հետալ նայել, որ այստեղ Վարդան Ղուկասյանի անունով է։ Այստեղ ինչ որ պարտականություն է կապող Ես ասում եմ, որ Գյումրու քաղաքապետարանից ուղարկված լինի։ Հա, քաղաքապետարանից ուղարկված։ Արդեն քաղաքապետարանից ուղարկված լինի, այդ համակարգով Երևանում լավ, հասկանալի է։ Հիմա ինձ թվում է ոչինչ ես չեմ կարող ձեզ օգնել, որտեղ իրողությունը այն ինչպես եղել էր, ես ներկայացրել եմ։ Հասկացա։ Պարոն Հովակիմյանը տեղակ է այս իրավիճակից։ Բնականաբար։ Հասկացա։ Լավ, շնորհակալություն Սերժան։ Ձեզ նույնպես հաջողություն։ Հաջողություն։